Hopefully President Putin will agree to that also. Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Ամերիկայի պատվիրակներն Ուկրաինայի հարցով այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, գրում է Reuters-ը։ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի 30-օրյա հրադադարի ծրագրին։ Մինչև այս միջազգային մի շարք լրատվամիջոցներ վկայակոչելով իրենց աղբյուրները հայտնում էին Ջիդայի բանակցություններից հետո Ռուսաստան կգնա Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նահանգների նախագահն այս շաբաթ նաև Պուտինի հետ կխոսի։ Տանգոյի համար երկուսն են պետք, ասել է Թրամփը, եւ էլի մի նորություն Սպիտակ տնից Զելենսկուն նորից կհրավիրեն Օվալաձև սենյակ։ Վրաստանը 9 տարի ղեկավարած Միխայիլ Սահակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բյուջեի միջոցներն առանձնապես խոշոր չափերով յուրացնելու համար։ Սահակաշվիլին ներկայում 2 այլ գործերով 6 տարվա ազատազրկման է դատապարտված։ Նա մեղավոր էր ճանաչվել սպանության համար ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակիցներին համաներում շնորհելու, ինչպես նաև նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Ազատազրկման նոր ժամկետը կհաշվարկվի ձերբակալության պահից։ Միխայիլ Սահակաշվիլին բանտից կարող է դուրս գալ 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստին։ Ալժիր մեկնող ցորենով բեռնված նավի անձնակազմի 4 անդամներ զոհվել են, մեկը վիրավորվել, հայտնում է Օդեսայի ռազմական վարչակազմի ներկայացուցիչը։ Նավը բեռնված է եղել 30,000 տոննա հացահատիկով, նաև նավահանգստային ենթակառուցվածքն է վնասվել։ Գիշերը ԱԹՍ հարձակումներ են եղել Ուկրաինայի ևս մի քանի քաղաքների վրա։ Ուկրաինական կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների ուղղությամբ ռուսական հարձակումների մասին։ Ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների ու գյուղերի վրա թիրախային հարձակումները։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին այսօր հայտնել է Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի շրջանների Սևծովի ու Ուղրիմի վրա ուկրաինական 21 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։